ասեմ, որ դեր գարնան ամիսներից սկսած իրենք ինձ կանչեցին իրենց մոտ և ասացին, որ պետք է այդ երթուղին լավ ձևով հանձնեմ իրենց, այսինքն գրեմ մեքենաներով իրենց վրա և սպառնացին, որ եթե չգրեմ, ուրեմն ամբողջ բիզնեսս կվերցնեմ, այդ թվում և տաքսի ծառայությունը, շինություններով և այլն։ Ես իհարկե հրաժարվեցի, այդ խոսքեր ասողը իրեն քաղաքապետի եղբայրն էր, որից հետո գնացի քաղաքապետի մոտ, քաղաքապետը նույնը պնդեց և ես ստիպված ասեցի, դե լավ կտեսնենք ինչ կանեք, ես էլ համապատասխան կպաշտպանվեմ, պատասխան գործողություններ կանեմ։ Եվ որից հետո արդեն ամիսներ շարունակ նրանք փորձում էին տարբեր ձևի, ասենք շանտաժներով, վախեցնելով, որպեսզի ես վերջին հաշվով ինքնակամ հանձնեմ, մեկ է ասում էին, որ քոնը չպիտի լինի, և այս մրցույթին ես գիտեի, որ ինչ-որ բաների պետք է դիմեն, այս մրցույթից այս հայտերը տալուց մի քանի օր առաջ ուզում էին ինձ ստիպել, որ իրենց թելադրած գնով իրենց վրա վաճառեն, ես հրաժարվեցի և որից հետո գիտեի, որ նման մի քայլի պետք է դիմեն։ Պարոն Դարբինյան, իրենք ասելով ում նկատի ունեք։ Քաղաքապետը, իրեն եղբայրը, իրենք են արդեն են մնացած որ գործողություններ անում կատարում են իրենց հրամանները, կատարող մարդիկ են։ Իսկ ՌԵ և ՀՏՌ կազմակերպությունը ինչ կապ ունեն Դարբինյանը։ ՌԵ և ՀՏՌ կազմակերպությունը պատկանում է իրենց։ Ի սկզբանե այդ երբ որ ինքը դարձավ քաղաքապետ և որից հետո քաղաքի երթուղիները մոտ 60%-ը վերցրեց իրենց, այդ կազմակերպությունը այդ ժամանակ բացեցին, տնօրենը նշանակված է դա քաղաքապետի որդու մանկության ընկերն է, միասին մեկ դպրոցում սովորել են, ընկեր են և նույնիսկ հիմա որից հետո Քավոր Սանիկ են։ Եվ ասենք կապած են, նրանք գործընկեր են, իհարկե, որպեսզի չերևա իրանց անունը, որ դա իրենց է պատկանում, դրա համար ձևակերպել են Յուրի Համբալյանի անունը, բայց դա փաստացի իրենց երթուղիներն են։ Մյուս դիմումատուները ովքեր են։ Հիմնականում իրենց հետ կապակցված կամ բարեկամ, կամ ընկեր, կամ իրենց ենթակա մարդիկ են հիմնականում, շատ քիչ երթուղիներ կան, մանր-մունր փոքր, որոնք այլ մարդկանց են պատկանում, ասենք մեծերից մնում է միայն ես։ Դուք ինքնակամ ձեր դիմումի համաձայն պաշտոնը ձեր թողեցիք քաղաքապետարանում, բայց ըստ տեղեկությունների իրականում տարաձայնություններ են եղել ձեր և քաղաքապետի և աշխատակազմի հետ։ Դե տարաձայնությունները եղել են աշխատանքային, ասենք և ես տեսնելով իրավիճակը քաղաքապետարանում մթնոլորտը գտել եմ, որ ես երևի թե իմ տիպի մարդ այնտեղ տեղ չունի և ինքնական դիմում եմ գրել դուրս եկել։ Բացի այդ, ասենք ցանկություն ունեի, որ ինձ նվիրել իմ աշխատանքին, իմ բիզնեսին և բայց ստացվում է, որ նույնիսկ դուրս գալով հանգստություն չունենք իրենցից այս քաղաքում։ Իսկ տարաձայնությունները հիմնականում ինչ հիմքով էին, ինչի շուրջ էին։ Աշխատանքային իրեն վարած քաղաքականության, ասենք քաղաքի նկատմամբ, ես չեմ ցանկացել, որ ասենք, երբ որ տեսնում եմ, որ եթե իրենց արած գործողություններում, ասենք, ժամանակ առ ժամանակ շոշափում էր նույնիսկ իմ անունը, որում ես ընդհանրապես, ասենք, ոչ գոյություն չունեի բաներում, և դա համար ես թողեցի դուրս եկա, որպեսզի այդ բաներից հեռու լինեմ։ Այսինքն ձեզ առաջարկվել է, որ ինքնակամ իրենց տաք ձեր երթուղին։ Այո, եթե ես էլ տեսնում եմ, որ ասում եմ, ես չեմ տալ, ես այնտեղ գումարներ եմ ներդրել, եթե լավագույն դեպքում եթե տամ էլ, դա կտամ, եթե իմ հատուցեք իմ ծախսերը, իրանք էլ, ասենք, մի ինչ-որ գումար էին ասում էին, այս կտանք, ասում էին, չեմ տալ ես այդ գումարով։ Իսկ ինչպես էին սպառնում, այ առաջարկությունը չընդունելու դեպքում ինչ կանեն, ինչ քայլերի կդիմեն։ Ասում են, մեկը քունը պետք չլինի, մենք հենց կանենք, մրցույթը չտեսնացնենք, լավագույն դեպքում այլ մեքենաներ կդնենք, կամ էլ եթե մեքենաներ էլ չկարողանանք դնել,
դեմդ, ասենք, մրցույթը չկայացած կանենք, մեր ձեռքին է, մենք ինչպես ուզենք կանենք, կհետաձգենք հետագայում, որպեսզի նորից մեր ցանկացած տարբերակով անենք, մեր նպատակին հասնենք։